Արարատի մարզի Մասիս համայնքի Սիս բնակավայրում շուտով կավարտվեն երկար սպասված ծրագրի աշխատանքները։ Բազմաֆունկցիոնալ մարզադաշտ եւ բացօթյա մարզասարքեր ունենալը երազանք էր բնակիչների համար։ Այժմ այդ ամենը կդառնա իրականություն։ 4 տարի մի փոքր ավել գյուղում վարչական ղեկավար եմ աշխատում եւ ժողովրդի հետ շփվելուց, երեխաների հետ շփվելուց, ինչու՞ չէ տարիքով մարդկանց հետ շփվելուց առաջնային խնդիր եղել է ֆուտբոլի դաշտը։ Բոլորը ում հետ խոսացել ենք, սա ցանկացել են, որ բոլորը ցանկացել են, որ ֆուտբոլի դաշտ ունենանք։ Ի ուրախություն մեզ, ի ուրախություն գյուղի ժողովրդին, ֆուտբոլի դաշտ ունենում ենք։ Ավելի ճիշտ ունենում ենք ֆուտբոլի դաշտ, բայց ամեն պարագաներով, այսինքն լինելու է համ ֆուտբոլի, համ բասկետբոլի, համ վոլեյբոլի դաշտ, չհաշված, որ խաղահրապարակ իր սպորտ գարադոկով։ Դա մի հատ մեծ նպատակ էր, որ իրականություն է դառնում ի շնորհիվ Դավիթ Համբարձումյանի եւ մեր միջնորդությամբ։ Սիս բնակավայրի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանն ասում է. մարզադաշտի դռները բաց են լինելու բոլորի համար, թե երեխաների, թե մեծահասակների։ Սա նոր հնարավորություն է մշտապես առողջ ապրելակերպով զբաղվելու համար։ Ինչու՞ չէ, նաեւ կկարողանան թիմային խաղեր կազմակերպել հարևան բնակավայրերի բնակիչների հետ։ Աշխատանքները սկսվել են մոտորապես արդեն 1 ամիս է։ Ինչպես տեսնում եք, արդեն ավարտական փուլում է, ինչպես ասած շինարարը մոտորապես մի 10 օրից կավարտեն, եղանակային պայմանները եթե բարենպաստ լինեն։ Դաշտը ամբողջությամբ սպորտ հրապարակով լինելու է ռեզինապատ, որն էլ պետք է բարվոք եղանակ լինի, անձրև չլինի, այսինքն որ ռեզինը կարան փռեն մոտորապես 3-4 օր կտևի։ Մարզադաշտի կառուցման կապակցությամբ երջանիկ են հատկապես Սիսի փոքրիկ բնակիչները։ Նրանք անկեղծանում են, արդեն գիտեն, թե դասերի ավարտից հետո որտեղ են խաղալու, մարզվելու եւ ամենակարևորը ապահով ժամանց անցկացնելու։ Մենք բոլորս սիրում ենք ֆուտբոլ խաղալ, շնորհակալություն ենք հայտնում մեր համայնքապետին, որ մեզ համար կառուցել է այս մարզադաշտը։ Ես աղջիկ եմ, բայց շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ եւ ամբողջ օրը գալու եմ այստեղ, որ ֆուտբոլ խաղամ։ Անհամբերությամբ սպասում եմ բացմանը։ Մենք ունենք ֆուտբոլի դաշտ եւ խաղում ենք մեր բակերում, բայց շատ ուրախ ենք, որ օրեր անց մենք այստեղ ենք խաղալու։ Եվ մենք առաջ անգամ ենք ունենում այսպիսի խաղադաշտ եւ մենք եւ իմ հասակակիցները շատ ուրախ ենք եւ մեր երազանքն է, որ մենք ունենանք այսպիսի դաշտ, որ մենք ֆուտբոլ խաղանք, վոլեյբոլ խաղանք։ Շնորհակալություն ենք հայտնում մեր ղեկավարի Դավիթ Համբարձումյանին, որ մեր մանկությունը ավելի լավ է անցնելու իր շնորհիվ։ Սա մեծ ձեռքբերում է թե դպրոցի համար, թե գյուղի, վերջապես երեխաները կարող են վայելել իրենց մանկությունը, խաղալ տարբեր խաղեր, ֆուտբոլ, բասկետբոլ, նաև լինելու են ատրակցիոններ, որտեղ կարող են երեխաները գալ եւ խաղալ, զվարճանալ, մեծ սիրով սպասում ենք բացմանը։ Մեր գյուղում երբեք խաղադաշտ չի եղել, խաղահրապարակ չի եղել եւ ես շատ երջանիկ եմ։ Շատ ուրախ եմ, որ մեր գյուղում կառուցում են բազմաֆունկցիոնալ խաղադաշտ, որտեղ մեր երեխաները կարող են իրենց ժամանակն անցկացնել այստեղ ապահով։ Մենք այստեղ կարող ենք զբաղվել մարզասարքերով, կարող ենք խաղալ գնդակով, կարող ենք խաղալ ֆուտբոլ, կարող ենք խաղալ վոլեյբոլ, կարող ենք խաղալ բասկետբոլ։ Շնորհակալ եմ, որ մեր գյուղին մեծ ուշադրություն են դարձնում։ Ես շնորհակալ եմ, որ մեր երազանքը կդառնա իրականություն։ Վարչական ղեկավարը նշում է, մարզադաշտի բացման օրը տոնական է լինելու եւ հարակից տարածքում կազմակերպելու են մեծ ծառատունկ։ Ցանկանում եմ տեղեկացնել նաեւ, որ ֆուտբոլի դաշտի հարակից տարածքում այս խոտածած դաշտում երևում ամերով որ ոչ բարվոք վիճակ է, ցանկանում ենք այգի կառուցել, ծառերը արդեն պատվիրված է, ընդհանուր գյուղի ժողովրդով դա նպատակը, որպեսզի դաշտի հարակից տարածքում ծառատունկ կազմակերպենք։ Բնակիչների համար անակնկալները դեռ առջևում են, ավելացնում է Հրանտ Ալեքսանյանը։ Խաղահրապարակը միայն այսքանով չի սահմանափակվում։ Ուրախությունով կարող եմ նշել, որ գյուղը չենք ուզում կենտրոնացնել միայն այս հատվածի վրա, ուրիշ հատվածում նորից սկսել ենք խաղահրապարակի շինարարություն։ Շատ փակագծեր չեմ ուզում բացվել, Աստծո կամքով
թող շինարարական աշխատանքները սկսվի, նոր կսկսենք բարձրաձայնելը։ Մասիս համայնքի ֆինանսավորմամբ կառուցվող այս մարզադաշտը դառնալու է այն վայրը, որտեղ համախմբվելու եւ ֆիզիկապես կոփվելու առիթներ են ստեղծվելու։ Լինելու ըստ նաև աթոռներ, այսինքն ծնողը կարա իր ժամանակը անցկացնի երեխայի հետ գյուղի կենտրոնում, որի համար նույնպես շատ ուրախ ենք։ Սիսում կսկսվի նոր շրջան, առողջ, կենսուրախ եւ միավորված։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։